Սիրող զույգեր, ինչպես մեր կյանքում ամուսնանում են, մեկ շաբաթ, 10 օր, 1 ամիս, 2 տարի հետո բաժանվում են։ Ինչու, որովհետև հոգևոր սերը չէր կապել այդ մարդկանց։ Իրենք չուզեցին առանց իրար ապրել, այլ ուզեցին իրար հետ ապրել։ Սրանք տարբեր բաներ են։ Երբ որ դու չես ուզում առանց մեկի ապրել, սա ուրիշ զգացում է բերում քո մեջ։ Դու ուզում ես ամեն կերպ այդ մարդուն երջանկություն պարգևել, բայց երբ որ դու ուզում ես ստիպողաբար ապրել այդ մարդու հետ, պիտի քանդվի այդ ամենը, որովհետև այդտեղ հոգևոր եւ կամավոր սերը, զոհաբերությունը չկա։ Ուրեմն Ադամի եւ Եվայի այս պատմությունը թող ոչ թե անցյալի հուշ լինի մեր կյանքի մեջ, այլ մեզ համար ամենօրյա պատմություն։ Օծը ինչպես Եվային ամեն օր մեզ էլ է մոտենում։ Օծերը բազում են մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Մեր ականջին են շշնջում, մեր մտքի մեջ են շշնջում, մեզ առաջարկում են բացայտ, մեր սեղանին են դնում այդ ուտելիքը, որ մենք ուտենք։ Այստեղ է կարևորը, որ մարդը հասկանա, որ ինքը պետք է իր հոր պես կատարյալ լինի։ Ինչու է ասում, ձեր հայրը Աբրահամը չէ Հիսուս, ձեր հայրը Սատանան է, դուք ստի զավակներն եք։ Երբ որ դուք ինքդ քեզ կեղծում ես, դու նաև հրաժարվում ես Աստծո զավակը լինելուց։ Իսկ մենք կոչված ենք հոր զավակը լինելու։ Հաջորդ կանգառը, որ անառակի Կիրակին է, կտեսնենք, որ այս զգացումը որ չունես, քո հորից ավելին ես պահանջում, որպեսզի վատնես ինքդ քո ազատություն օգտագործես, պիտի անառակության մեջ հայտնվելով դառնաս խոզարած։ Խոզի կեր պիտի ուտես, ինքն այս աշխարհի կերը պիտի ուտես, հետո նոր հիշես, որ չէ որ հայրդ քեզ ամեն օր տաք ճաշ էր տալիս։ Քո հոր մեջ դու տան մեջ դու տաքուկ փափուկ սենյակ ունեիր, այնտեղ պատվավոր զգեստներ էր հագնում, իսկ այստեղ ստրկության մեջ խոզերին հավասար ապրում ես այս աշխարհի մեջ։